Հոգեբանական խնդիրները դրանք ինքնուրույն բուժելու խնդիրներ են, էլի։ Դանակը միջև ոսկորին չի հասնում, հոգեբուժին չեն դիմում։ Տանեցինը կզգան, որ ինքը հեսա մի քանի ամսից տունը բաժար կտա։ Մեզ սխալ գնահատելու պատճառով սխալ բուժումն է, բերում նման սուր պսիխոտիկ վիճակի։ Իմ մոտ ներվերս էլի ասում մեջից կանաչ մարդն ասում է ներվերից։ Երբ որ խոսքը պսիխոզի, պսիխոտիկ ախտանիշների մասին է, սովորաբար սկիզբը լինում է վարքում փոփոխություններով։ Լուրջ հոգեբուժական հիվանդություն է դեպրեսիան։ Դեպրեսիան ուղեկցվում է հետաքրությունների նվազումով, ուղեկցվում է կամային ոլորտի իջեցումով։ 10 տարվա սոմատիկ հիվանդությունը կամ պրոգրեսիա պետք է ապրի, կամ ռեգրեսիա պետք է ապրի։ Լրիվ աղավաղում է այսօրվա հոգեբուժության, հոգեբուժական կլինիկայի մասին պատկերացումները։ Բացում ենք աչքերը, թուլացնում ենք ուսերը, ու շատ տարիներ շարունակ Հայաստանում հոգեբանությունն ու հոգեբուժությունը ասոցացվում էր մի հատ հաղորդման հետ, որը ամեն երեկո ցույց էին տալիս Prime TV-ում, TV-ներից մեկում։ Բայց հոգեբուժությունն ու հոգեբանությունը Հայաստանում ունի շատ լավ ճյուղավորումներ, լավ արմատներ, ու այսօրվա մեր հյուրի հետ մենք խոսելու ենք հենց հոգեբուժությունից որպես մասնագիտություն։ Իր այդ հասկանալու ենք, թե ինչի պետք չի վախենալ անտիդեպրեսանտներ խմելուց, հոգեբուժներից, ու հոգեբուժական խնդիրների անտեսման պարագայում ինչ կարա լինի։ Այսօրվա մեր հյուրը Պավել Մեդ բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, տնօրեն, գեղեցկուհի, իմ կուրսեցի, իմ լավ ընկեր Անի Հովհաննիսյանն է։ Անի ջան, ողջույն։ Ողջույն Դավիթ ջան։ Տեխնոծական չունես, ասեմ, բժշկական գիտությունների տեխնոծ պրոֆեսոր դոցենտ։ Ոչինչ։ Քեզ պետք է լավ։ Ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ, անջան։ Էդ է ասում, որ մենք քանի տարի հոգեբանությունը ասոցացվում էր ինչ-որ մտքերը թուլացրեք, ու երբ որ մարդուն ասում ես բան վերջես հիվանդներից մեկը կնոջը եկել էր մոտս, գասում է տղամարդը տագնապային է, շատ տագնապային է, չափից դուրս տագնապային, ասում է դու տագնապային խնդիր ունես, էլի դու մի հատ հոգեբանի, հոգեթերապևտի մոտ պետք է գնաս, կինը կողից ինքն է իր բժիշկը։ Մի հատ արի այդ հենց այդ նախադասությունից հասկանանք խիա մեր ազգի մեջ մտած, որ հոգեբանական խնդիրները դրանք ինքնուրույն բուժելու խնդիրներ են, էլի։ Ինչի մտած միջև անդրադառնալ հարցին, թե ինչի մեր ազգի մեջ մտած, երկու այդպիսի արտահայտություն ունենք, մեկը դե ես եմ իմ բժիշկը, մյուսը դե մենք այնքան ենք արդեն այս ամեն ինչի մեջ արդեն մենք էլ ենք բժիշկ դարձել արտահայտությունը։ Կարծում եմ դա միայն մեր ոլորտին չի վերաբերվում, որովհետև ցանկացած եւ դու կփաստես, դու իսկ լավ կասես, ցանկացած բժշկական նեղ ոլորտում ինքնաբուժությունը բավականին արդիական ու լուրջ խնդիր է։ Մերում ավելի շատ։ Ձերում ավելի շատ, որտեվ երբ որ մարդու, ասենք, աչքը դուսա գալիս, կգնում է բժշկի, բայց պսիխոզով հիվանդը կարող է մնա տունը, տնեցիկին ծեծի, կռիվանի, ինչ որտեղ բաժար տա, մի քանի դեպքից մենք խոսանք, ու ինքը չհասնի հոգեբուժան, որտեվ մեր երեխան ուղղակի գերակտիվ է։ Սովորաբար այդ աստիճանի դեպքերում բաժար տալ ծեծել, այսինքն որպես սոցիալական հասարակական վտանգի դեպքում ի վերջո հասնում են, բայց շատ ավելի գրագետ, շատ ավելի լավ կլիներ, եթե բանը դրան չհասներ, հա, այսինքն տվյալ մարդը ես վստահաբար կասեմ մեծ մաս դեպքերում ուներ ողջ պոտենցիալը, բոլոր հնարավորությունները նման վիճակի չհասնելու, եթե ժամանակին հասներ մասնագետի։ Մեր մոտ հոգեբույժի դիմելու մշակույթը դեռ ցավոք սրտի բավարար զարգացած չէ։ Որն է առաջի ազդակը, որ իր օրինակ տանեցին կզգան, որ ինքը հեսա մի քանի ամսից տունը բաժար կտա։ Օրինակ, էլի։ Այդ սուր պսիխոզի փուլում գա։ Այդ առաջի ազդակն է, որ պետք է ինչ որ բան նկատեն իրանց հարազատի մեջ, որտեվ հիմնական հոգեբուժական խնդիր ունեցող հիվանդները իրանք չեն ընկալում, որ իրանք խնդիր ունեն, շատ սուր էլի հոգեբուժական ոնց պետք է լինի հարազատը կողքից ոնց պետք է նկատի։ Մի հատ ուղղակի նկատառում է այստեղ անեմ մարդկանց չապակողնորոշելու համար, մարդիկ ովքեր չեն գիտակցում, որ ունեն խնդիր, հա, կազմում են հոգեբուժական հիվանդների, հոգեկան առողջության խնդիր ունեցողների շատ փոքր մասը, պսիխոտիկ մասը, հա, որովհետև նևրոտիկ տիպի խնդիրների դեպքում դա կլինի դեպրեսիա, տագնապ, նույն նշված, չգիտեմ, սննդային վարքի խանգարումներ, այլն մարդիկ շատ լավ գիտակցում են իրենց խնդիրը։ Այնուամենայնիվ, տվյալ դեպքում, երբ որ խոսքը պսիխոզի, պսիխոտիկ ախտանիշների մասին է, սովորաբար սկիզբը լինում է վարքում փոփոխություններով։ Ուղղակի շատ հստակ չի լինի, հա, այս դեպքում ասել, թե կոնկրետ ինչ կանի տվյալ մարդը տունը բաժար տալուց ամիսներ առաջ, կախված է թե ինչ հիվանդության շրջանակում է լինում։ Օրինակ, կարող է սկսվել տարբեր ձևով իրականում կարող է սկսվել, սկսած ոչ նորմալ գերակտիվ վարքագծից միջև մյուս ծայրահեղություն մեկուսանալ մարդկանց հետ չշփվել, երբեմն նման վիճակները սկսվում են
նևրոտիկ տիպի գանգատներով, ինչպեսին կպչուն մտքերն են, տագնապայնությունն է ու ել ավելի է բաց թողնվում, հա, այս դեպքում, որովհետև դիմում են այլ մասնագետների, հիմա շատ մասնագիտական չծանրաբեռնեմ, նույնիսկ լինում է սխալ գնահատելու պատճառով, սխալ բուժումն է, հա, բերում նման սուր պսիխոտիկ վիճակի։ Ավելի ծանր ախտանիշներից են օրինակ հալյուցինացիաներ ունենալը, որը վարքային առումով ընտանիքի անդամների կողմից դիտվում է որպես մենախոսել, հա, մարդն ինչ որ թվում է թե հեռախոսով է խոսում, մտնում է սենյակ, տեսնում ես հեռախոս չկա, իր կողքը ինքը ուղղակի խոսում է ինչ որ աներևույթ բանի հետ, ինչ որ բան է տեսնում, չէ, պարտադիր չի, հերոսները տարբեր են լինում, ինչ որ բան է տեսնում տեսողական հալյուցինացիաների դեպքում, վարքից կարելի է ենթադրել, բայց բարեբախտաբար այս դեպքերը, քանի որ սուր են, այսինքն շատ ավելի տարօրինակ դրսևորում ունեն, հա, ոչ բժիշկ հարազատների համար, ավելի հեշտ են իրենք հասնում հոգեբուժի, այսինքն երբ որ դու տեսնում ես քո հարազատ օրինակ մենախոսում է, դու իրեն տանում ես մեծամասամբ հոգեբուժի կամ հոգեբանի, բայց երբ խոսքը գնում է օրինակ տագնապային սպեկտրի խանգարումների մասին կամ սոմատոֆորմ խանգարումների մասին, երբ որ հոգեբուժական խնդիրը մարմնական դրսևորումներ է ունենում, որպես կանոն մարդիկ դիմում են բոլոր մասնագետներին, բացի հոգեկան առողջության մասնագետից։ Օրինակ, եթե իմ մոտ պացիենտ ինձ դիմում է հաճախամիզությամբ, որ իր մոտ ձգձգվում է 10 տարի, 15 տարի, ինքը առաջին իմ մոտ անցնում է հոգեբուժի մոտ կոնսուլտացիա, իմ առաջ հետազոտությունը հոգեբուժական կոնսուլտացիան է, ոչ մեզի ընդհանուր քննությունն է, ոչ սոնոգրաֆիան, որովհետև 10 տարվա սոմատիկ հիվանդությունը կամ պրոգրեսիա պետք է ապրի, կամ ռեգրեսիա պետք է ապրի։ Չի կարա մարդ ունենա 10 տարի հաճախամիզություն, մշտական, չեմ ասում պերիոդիկ ռեմիսիաների սրացման փուլը, մշտական 10 տարի ասի ամեն օր իմոց հենց է, ու իր հետա կլինի սոմատիկ խնդիր, չէ, այստեղ արդեն մեծամասամբ մենք ման գտնում ենք իրանց մոտ արդեն հոգեբուժական, հոգեբանական խնդիրներ։ Դու ես քո բժիշկը, այդ շատ ներվենացնում է, այդ արտահայտությունը, թե պացիենտի, թե հոգեբուժների համար ինձ թվում է։ Միանշանակ կհամաձայնվեմ, կդժվարանամ շատ հստակ իհարկե ասել, թե ինչու՞մ է պատճառը, որ այդպես են մտածում։ Երևի մարդկանց համար մի քիչ դժվար է ընկալել, հա, որ ոչ շոշափելի գանգատ է, այսինքն ոչ միտեղը չի ցավում, ոչ միտեղը չի բորբոքվել։ Օրինակ դու ունես դեպրեսիվ տրամադրություն, կլինիկական դեպրեսիա, ինչի արդյունքում չես կարողանում առավոտյան լվացվել, անկողնուզվեր գնալ աշխատանքի, հասարակությունը չի ընկալում, որ մարդ իրոք կարող է կամային ոլորտ այնքան իջնել դեպրեսիայի արդյունքում, որ չկարողանա, ինչքան էլ ինքը լինի իր բժիշկը չկարողանա։ Ես նման արտահայտությունների դեպքում, ինչը շատ հաճախ է, որ կողքից ասում են, հիմնականում դա ասում է պացիենտի հետ եկած ուղեկցողը, հարազատ ընկերը, բարեկամը, ասում գիտեք, եթե այդպես լիներ, այսինքն եթե մարդ կարողանար կառավարել իր տվյալ գանգատները, երևույթները, դուք հիմա այստեղ չէիք լինի։ Հոգեբուժի մոտ հաստատ չէիք լինի, հա, գուցե այլ մասնագետի դիմեք, բայց որպես կանոն դանակը միջև ոսկորին չի հասնում, հոգեբուժին չեն դիմում, չնայած հիմա մի քիչ ավելի տենդենս կա դիմելու, այնուամենայնիվ հատկապես երիտասարդների կողմից։ Ես սովորություն ունեմ բացատրել, որ օրգանիզմում անկախ դրանից թե դրսևորումն ինչպիսին է, նույն տագնապի դեպրեսիայի պատճառ որպես կան ֆիզիոլոգիական փոփոխություններ, այսինքն ֆիզիոլոգիական որոշ նորմալ process-ներ փոխվում են ախտաբանորեն, ինչը հանգեցնում է մտքերի փոփոխության, տրամադրության փոփոխության, ու մոտավորապես ասում եմ դուք նույն բանն եք ասում, ոնց որ օրգանիզմում ինչ որ մի տեղում լինի բորբոքում, դու ասես դե քեզ տրամադրի, թող այդ թոքաբորբը տորիլակ անցնի։ Հիմնականում տագնապային խանգարումից որ խոսքը գնաց, հիմնականում տագնապային խանգարում ունեցող հիվանդները շատ հանդիպում են սոմատիկ պրակտիկայում։ Եթե այն հիվանդն է, որ գալիս է բժիշկ է սումկեն, ասես դնում է այս սաղ իմ անալիզներն է, վերջի 32 օրվա։ Ասենք այդ ինչ որ հին անալիզներ չեն, բան։ Ես սաղ ստուգել եմ, բայց կարող է մոտ պրոստատում, ասենք օրինակ 5 մմ-անոց կալցինատ ունի։ Մի անգամ ինձ ստիպել է հիվանդը, հանել եմ իմ սոնոգրաֆիայի պատասխանը, ցույց տամ, որ դրանից 3 հատ ունեմ ես, ու ընդհանրապես չեմ անհանգստանում։ Հա, ու իր տնեցիկ հրաժարվում էին, եկինը հրաժարվում էր ընդունել, որ իր մարդուն հոգեբանական խորհրդատվություն է պետք, ասում է իր էրեկցիան խանգարված, այդ կալցինատից է, դա իհարկե ընկելանից մարդկանց ձեռովքերը, մարդիկ հեսա փող կծախսեն, փորձենք իրանց բուժենք, հա, ու իրանք տենց էլ չընդունեցին, ու մի հատ հետաքրքիր դեպք էլ պատմեմ, մի մոտ եկավ երիտասարդ տղա մամայի հետ, ասեց 22-23 տարեկան էր, ասեց մամային
աս էրեկցիայի խանգարումներ ունի, ու զգում ես հայացքը փախել է, չկա, խոսում ես չի լսում եւ այլն, ասում եմ դու սկաս մամային կանչեցի, ասում եմ ինչ խնդիր կա, բան, ինչ խնդիր եք ունեցել, բան, հա չէ, ոչ մի խնդիր չունի մեր երեխեն, բան, ման ձեռքերը ամբողջովին այրվածքների մեջ է այս կամ այնքան, ասում եմ ձեռներն ինչ է եղել, ասում եմ տաք ջուր է թափվել, բան, տուն եմ հետ կանչում, նստում եմ խոսում ենք, մի քիչ ենք զրուցում այս կամ այնքան, ասում եմ ես ինչ է եղել, ասում եմ բժիշկ նավթ եմ սրսկել, մամային հետ եմ կանչում, ասում եմ ձեր տղեն նավթ է սրսկել ձեռների մեջ, դեր համար օքեյ է, բանը դե ասում դու հասկանում ես չէ՞ որ ինքը այսօր նավթ է սրսկել, հա կարան շուտ մեկին վնաս տա, հա կարի իրան վնաս տա, կա այդ նավթը իրոք երակի մեջ ընկնի, հիմա մաշկն ախտահար է պրոստը վերջ իրանք էլի չհամոզվում որ իրանց պետքա մասնագետներ դրա համար այդ խնդիրը շատ է հանդիպում ուսումնացիկ պրակտիկայում բժիշկները պետքա դրան շատ նուրբ ու ավելի սիրուն վերաբերվեն կարելի է օրինակ լավ sense հարցը տեղակերպում չես մտածում այդ կուրսեր անես սոմատիկ բժիշկները ոնց տարբերակ են հոգեբուժական խնդիրներ ունեցող պացիենտներին իրականում երևի իմ ամենահաճախ հանդիպող մտքերից մեկն է հա մասնագիտական աշխատանքային ու այդ ուզում էի մեջբերում անել որ միայն հասարակությունից չի այդ մոտեցումը, հա, հոգեկան առողջության ամփույթ վերաբերմունքը ցավոք պիտի ասեմ, որ նաև ոչ հոգեկան առողջության մասնագետ բժիշկներից է։ Ես ունեցել եմ դեպքեր, որ օրինակ ներողություն, որ sense պիտի ցիտեմ, բժիշկը այլ մասնագետ պացիենտը որ իմացել է, հա, որ ունի ինչ-որ խնդիր, դե մարդը նորմալ գնացել ասել, էս դեղերն եմ խմում, հո դու գիշ ես, էս դեղերը չես խմում, օրինակ, հա, բժիշկը։ Ես ունեցել եմ ամիտրիպտիլինը թխի ես հանե, դե այն մի բժիշկն ասած պետք չի։ Մի բժիշկն էլ օրինակ չէ լավ, մասնագիտությունների մեջ բայց ունեցել եմ դեպք, իմ համար բավականին ծանր էր համ մասնագիտական առումով, համ մարդկային շատ վատ էի տանում։ Երիտասարդ աղջիկ էր 18 տարեկան, լուրջ խնդրով, հա, լուրջ ասելով հակված սուիցիդալ վարքագծի, մայրը բժիշկ էր, աշխատող պրակտիկ բժիշկ, բացարձակ անտեղյակ հոգեկան առողջությունից ու հոգեբուժությունից, այն աստիճան, որ ինձ հարցնում է, կներեք, հոգեբուժներն ինչ են ավարտում։ Աշխատող պրակտիկ բժիշկ, ով չլինելով հոգեբուժ, իր պրակտիկայում նշանակում էր հոգեմետ դեղորայք, ասեցի, խնդրում եմ ինձ այդ հարցը մի տվեք, էլի, խնդրում եմ։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հաղորդման գործընկեր Bon Farm դեղագործական ընկերությանը։ Bon Farm-ը ամերիկյան դեղագործական ընկերություն է, ով շուկայում հայտնի է իր բիոակտիվ հավելումներով։ Այսօր կխոսենք մասնավորապես Bon Farm դեղագործական ընկերության բուսական անվտանգ պրեպարատ Non-Stress Forte-ի մասին, ով կօգնի ձեզ հաղթահարել ստրեսը, կարգավորել քունը եւ իջեցնել նյարդային լարվածությունը։ Իդեպ ամենակարևորը կուզեմ շեշտել, որ Non-Stress Forte-ն չի առաջացնում կախվածություն։ Պրեպարատը կարող եք պատվիրել Bon Farm Armenia դեղագործական ընկերության Instagram-յան էջին գրելով կամ զանգահարելով նշված հեռախոսահամարով։ Դե ինչ սիրելիներս, առողջ եղեք։ Երկրորդ դժվար խնդիրը որ հանդիպում է էլի բժիշկների, որ դու հիվանդներին նշանակում ես անտիդեպրեսանտներ։ Սենց թյուր կարծիք կա, որ անտիդեպրեսանտները պետք է նշանակեն մենակ հոգեբուժները։ Դու դրա հետ ինչ կարծիք ես։ Երկրորդը անտիդեպրեսանտների մասին այս հարցին պատասխան դու մի քանի հատ միֆ ջախջախենք, որովհետև երևի գուցե մարդու օրական դիապազոնում ընդունած ամենաանվտանգ դեղերն են, բայց իրանց մասին անտանելի լիքը լեգենդ են, այս անտիդեպրեսանտից կախվածություն չի լինում։ Սրանց կողք քնեմ, սրանց կողք հոգեմետ չեն, դրանք հոգեմետ չեն։ Ախր էդի գալիս է մարկերովկեքից դաժե որ հոգեմետ դեղեր ինչ որտեղ մտնում։ Երկու բան է ինձ ներվում են ասում դեղատններում չէ ռիթեյլում որ միտեղ գրած է հոգեմետ դեղեր ու սուպերմարկետում դիաբետի բաժին։ Դիշո բուլինգի որտեղ բան է, ասենք։ Մեր երկրում, մեր պետությունում միած sense բացել կա այդ ճակերտավոր հոգեմետ դեղերի մի մասը վաճառվում է դեղատոմսով, մյուս մասը առանց։ Նույն խմբի անգամ, հա, դեղորայքի մի մասը օրինակ հակապսիխոտիկները դեղատոմսով, մյուսը առանց։ Մարդիկ ընկալում են, որը դեղատոմսովը հոգեմետ է, որը ազատ է, կարան կառնենք խմենք։ Բժիշկ բուսական մի բան կնշանակես ներվերս հանգստանա։ Իմ մոտ ներվերս էլի ասում մեջից կանաչ մարդն ասում է ներվերից։ Հիմա անտիդեպրեսանտներ ով կարա նշանակի։ Այդպիսի տենց մոտեցում ունենք, որ հոգեկան առողջության մասնագետներն են նշանակում, բայց ես կարծում եմ, այստեղ ոչ թե ով է նշանակում, այլ ինչի համար է նշանակում։ Հա, եթե օրինակ, հա, հակադեպրեսանտները ունեն ուրիշ ազդեցություններ, նեյրոպաթիկ ծավալի դեպքում եւ այլն, ու այլ կիրառություններ, այո, որոնք որ մերը չեն։ Ես դեմ եմ, երբ որ մեկ այլ մասնագետ հակադեպրեսանտ է նշանակում հոգեկան առողջության խնդրի համար։
Հա, չէ, Դա է, էտա տարբերությունը, թե չէ նայես թե ինչի համար է նշանակում։ Այդտեղ կարելի է նաև օրինակ գրգռված աղողու համախտանիշ, նեյրոգեն միզապարկ։ Ես օրինակ նեյրոգեն միզապարկի ժամանակ պրակտիկայում ունեմ, որ ես նշանակում անտիդեպրեսանտներ։ Էդի բոլոր այն պացիենտներն ու միշտ դու չես գում ինչ-որ հոգեկան բան խնդիրը, դու իրանց պետք է ուղղակի հանգստացնող էֆեկտ ճիշտ է ասելու, պետք է սերոտոնինը գլխի մեջ կարգավորվի, ասենց ասեմ։ Նմանատիպ պացիենտներին ու օրինակ գրգռված աղոհ համախտանիշով պացիենտները պետք է անցնեն հոգեբուժի խորհրդատվություն, թե չէ։ Խորհրդատվություն կարծում եմ պետք է, բայց որպես կանոն իրենք մեզ չեն հասնում։ Այսինքն գրգռված աղոհ համախտանիշով պացիենտը երբևէ չի հասնում։ Իսկ սոմատիկ բժիշկը կարողանում է լրիվ հիվանդությունը վերահսկել։ Կարողանում են, հա։ Ահա, անտիդեպրեսանտների մասին միֆերը։ Ես երբ որ ես այդ թեմայով շատ եմ խոսում։ Ու պոպ կուլտուրան, հասարակության մեջ այդ նյուանսները շատ կա, որ բժիշկների մեջ, չգիտեմ, որ ասում ես հիվանդին, ասում ես քեզ պետք է հոգեբուժ, պսիխիատր, հա, այդ մասնագետը, հոգեթերապևտ ու անտիդեպրեսանտներ։ Բժիշկ ջան, այդ անտիդեպրեսանտներից կախվածություն չի առաջանում, այդ անտիդեպրեսանտներից կարող քնեմ ավարիա տամ, այդ անտիդեպրեսանտն կարող է, չգիտեմ, բանան խոսա սրա մասին։ Ազատ ես կամերան քեզ դու ասա որ ասա ոնց մտածում ես տենց ասա։ Ես իմ խորհրդատվության ժամանակի մեջ, որտեղ ամոթապես մի ժամ, ունեմ առանձին ժամանակ հատուկ բոլոր առաջին անգամ դիմաց պացիենտների համար, մոտավորապես 15-ից 20 րոպե, ես տրամադրում եմ այդ միֆերը, անկախ նրանից իրենք դա հարցրել են թե չէ, որտեղ ավելի լավ է մի անգամ ավել ասեմ, քան հետո ինձ 1000 անգամ այդ հարցը տա։ Քան հետո հարևանն ասի, ինչ ես խմում։ Ես տրամադրում եմ այդ միֆերը բացատրելուն, առաջինը, որ դա չի վերաբերվում միայն հակադեպրեսանտներին, այդ միֆերը կան հոգեբուժի կողմից նշանակվող բոլոր դեղերի վերաբերյալ։ Վալերիանկայի կաթիլներ բերում։ Մենք էլ չենք նշանակում, չէ, սիրում են։ Արդյոք կախվածություն առաջացնում են թե չէ։ Չունենք մենք այդ խնդիրը, այսինքն մարդիկ պարզապես շփոթում են, հա, եթե ունեն օրինակ որևէ հիվանդություն, որի ընթացքը ենթադրում է, որ ինքը պիտի երկարատև կամ մշտապես ընդունի դեղորայք օրինակ, հա, ոնց որ մի շարք քրոնիկական սոմատիկ հիվանդությունների ժամանակ լավ են զգում, դեղը չեն խմում, բայց քանի որ հիվանդությունը դեռ ակտիվ փուլում է, նորից վատանում են, դա վերագրում են որպես դեղից կախվածություն ունեմ, դեղը չխմեցի, վատացա։ Ունենք իրականում մենք բենզոդիազեպինային տագնապամարիչներն են, որոնք չարաշահելու դեպքում կարող են հանգեցնել տոլերանտության ու կախվածության, բայց դա լրիվ ոնց որ այլ մաս է, այլ դեպքերում է առաջանում, եթե անգամ բենզոդիազեպինը, հա, պացիենտը խմում է ըստ նշանակման, ըստ ցուցման նշանակված դեղաչափով շատ հանգիստ լինում է իրանից ազատվել հանել։ Մյուսը, sense իրանց բարերով էլի ասեմ, այս դեղերից բույս չենք դառնա, չէ։ Չէ, բույս ոչ մեկ չի դառնում, դա էլ կապված է, այստեղ մի քիչ երևի բժշկական մասից էլ է գալիս այդ կարծրատիպի միֆի, հա, տարածվածությունը, որովհետև տարիներ առաջ մենք ունեցել ենք այդպիսի խնդիր, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անդին երկար ժամանակ տվյալ սխեմայով դեղորայք են ընտրել առանց հսկողության։ Իսկ այդ կողմնակի ազդեցությունը, որ շշմածություն, թուլություն, քնկոտություն է առաջացնում, որ մարդիկ անվանում են բույս լինել, կախված է դեղի դոզայից ընդհանրապես, ու օրգանիզմի տանելիությունից տվյալ դեղորայքի նկատմամբ։ Եթե ամեն ինչ վերահսկվում է, ես միշտ ասում եմ այն պացիենտներին, դեղ խմելը ձեզ պիտի տհաճություն չպատճառի։ Գուցե իհարկե սուր փուլում մի քիչ պետք լինի օրինակ մի ամիս համբերել, մի քիչ երկար քնել, հա, պայմանականորեն, բայց մաքսիմալ պետք է ձգտել, որ մարդը մեր խնդիրը որն է, հա, որ մարդ ապրի լիարժեք կյանքով անկախ իր խնդրից։ Իսկ դա չի ենթադրում ու երկար քնել, շշմած լինել, հոգնած լինել եւ այլն։ Այստեղ հետաքրքիր մի հատ բան կա, որ օրինակ անտիդեպրեսանտների առաջի մի 2 շաբաթ իրենք շատ տհաճ են, նույնիսկ սրում են սիմպտոմները, հիվանդների մեծ մասը տեղ թողում է տեղը, այդ միշտ որ հոգեբուժի մոտից գալիս են բժիշկ ջան խմում ենք օրինակ, չգիտեմ, այդ էսցետալոպրամը խմում ենք մենք, ասում եմ հա համբերիկ, բժիշկ ավելի վատ եմ, ավելի ասում եմ համբերի էլի, ասում եմ համբերի, մի օր հեսա, մի օր խոսք եմ տալի, առօրը կբացես, աշկերը ծիրում, պայծառ աշխարհը լուսավոր բան, հա ու ռեալ տենց այդ մի օր է տևում այդ միրա վատից, ոչ թե sense որ ասում չենք, մի կոնկրետ վատ, շատ վատ է ու կոնկրետ դեղից լավանում, դրա համար բոլոր անտիդեպրեսանտ խմող պացիենտներին խորհուրդ եմ տալի 2 շաբաթ համբերեք, հա, սպասեք, սպասելը շատ կարևոր է։ Ուղղակի շատ կարևոր է նաև իմ կարծիքով, հա, սուբյեկտիվ մարդուն բացատրել ինչ սպասել ու երբ սպասել, որովհետև եթե ինքը գալիս է կոմոտական կալիքով, որ այս դեղը կախարդական է, ինքը վաղը չեմ այսօր լրիվ լավ է լինելու ու դա չի լինում, ինքը հիասթափվում է։ Պիտի այդ ամեն ինչը մարդուն բացատրել, որ պատրաստ լինի։ Իմ կարծիքով անտիդեպրեսանտները իրանք են պրեպարատները, ես իրենց անվանում ռեսուրս, հա, ռեսուրս են տրամադրում։ Դու ունես ֆինանսական լուրջ խնդիր, դու պետք է ինչ-որ պահ հաղթահարես,
պետք է ինչ-որ կենտրոնանաս նոր աշխատանք գտնես կամ չգիտեմ առողջական լուրջ խնդիր ունես, օրինակ քո մոտ ախտորոշվել է քաղցկեղ ու ինչ-որ ճանապարհ պետք է անցնես։ Անտիդեպրեսանտը զուտ քեզ ռեսուրս է տալիս, ինչ-որ այն ջարդված ոտով սեղանի տակը դրվող գիրք է, որ քեզ պահում է, մինչև դու քո կյանքի խնդիրը կլուծես։ Խնդիրը չի լուծում, իրական արկա խնդիրը։ Քո տեղը քո պարտքերը չի փակի, քո առողջական հարցը չի լուծի։ Ինքը ուղղակի քեզ սիմպտոմն է անցկացնում ուղղակի։ Այդ դրա հետևանքով, քո պարտքերի հետևանքով առաջացած սիմպտոմատիկան է հանում, ու այդ ես կուզեմ էլի որ մեր մասնագետները սոմատիկ մասնագետների հետ հոգեբուժներն աշխատեն, բացատրեն, ախր մեծ մասը չգիտի, խմբերը չեն տարբերում։ Դիազեպամ բառը կարդում, դիազեպամ, չգիտեմ, ես նենց ախր դեպքեր են ունեցել, ես ունեցել եմ, շատ լավ հիշում եմ, նոր տարուց մի օր առաջ էր, տատիկա պացիենտս հոգեկան վիճակը լիարժեք կայուն, ընկելա 70+ տարիքի ազրոսկրի կոտրվածքով տեղափոխել են հիվանդանոց, հիմա ես գնացել եմ, որպեսզի այնտեղ հավաստեմ, փաստեմ, որ իր հոգեկան վիճակը կայուն է։ Չգիտեմ։ Պատի երևի գոռացել է օրինակ, հա, ոտը ջարդել է։ Բացարձակ իդեալական, մեզնից լավ հոգեվիճակում էր այդ կինը այդ ժամանակ։ Ու ինձ ասում են գրեք, որ վիրահատության հակացուցում չունի։ Ասում եմ օրինակ, եթե ունի, պիտի մնա տենց կոտրված։ Այսինքն ինչ պիտի անենք, ասենք ունի, բայց ես հոգեբուժ եմ։ Նույն բանն է, որ ես ասենք այլ մասնագետի, ասեմ օրինակ գրեք, որ տվյալ մարդը ունի ցուցում իր շիզոֆրենիան բուժելու կամ հակացուցում։ Կամ զանգում են վիրահատությունների ժամանակ է լինում, զանգում է պացիենտը, ասում են չեն վիրահատում, ասում են այս քո դեղերով չի լինի քեզ նարկոզ տալ։ Կապ չունեն ընդհանրապես դեղերը։ Անկամ տրանկվիլիզատոր կարող է չլինի դեղ։ Ինչ որ ուղղակի խուսափում են սերոտոնինի հետ զախմատի երևի չգիտեմ պատասխանատվությունը դա ավելորդ չեն տիրապետում ու խուսափում են, բայց քո ասած ինչ որ սեմինարներ անցկացնելու համար մի շարք իրականում խոչընդոտներ կան, մեկը հոգեբուժների կադրային դեֆիցիտն է։ Կան հոգեբուժներ։ Կան ու շատանում են, այսինքն երիտասարդներ հիմա ավելի շատ են դիմում։ Բայց միևնույն է ծառաբեռնվածությունը շատ է, այո։ Տաթևին ջեմ բարևներ ուղարկենք, հա։ Պատվի երկար մի երկու տարի ինձ զանգերին է պատասխանել, չլավ պահանեք տաթոն կնեղանա, հա։ Չի նեղանա։ Լավ, ջերմ բարևներ Տաթևին Խաչատրյան, ձեր մոտ աշխատում, Տաթևը մեր լավ ընկերն է, ահա։ Այն մյուս Տաթևին է Խաչատրյան բարևներ, լավ, բոլորին բարևում ենք, հա։ Բոլոր հոգեբուժներին եւ նեյրոլոգներին կարող ենք բարևել, որ ձեր ընկերներն էլ չնեղանան։ Ու հետո ես չգիտեմ, գուցե սխալվում եմ, ուրախ կլինեմ, որ սխալվեմ, կարծում եմ, որ սոմատիկ մասնագետների մեծ մասը երբևէ չի գնա տվյալ սեմինարին։ Դա իրաց դա հետաքրքիր չի։ Չէ, ես երբ որ մինչև նայ արձինատուրայում չեմ առնչվել։ Հետո որ սկսում ես արդեն դու տետա-տետ կաբինետում մնալ պացիենտի հետ, քո իր զանգերին պատը դու հասկանում ես ինչքան շատ է նմանատիպ խնդիրները։ Դու տենում ես առողջ մարդու, ով որ առավոտ իր պորտֆելը վերցնում է, սուրճը խմում է, գնում է աշխատանքի, շատ լավ իր աշխատանքն անում է, թույն ֆինանսիստ է, շատ հարուստ է, չգիտեմ այնտեղ տներ, մեքենա, սիրուհի, կին, երեխեք, ամեն ինչ լավ է, բայց իր ուշքը միտքը իր, չգիտեմ, անդամի գլխիկի վրա մի հատ կարմիր կետիկն է։ Ինքը անցել է դերմատոսկոպիա, վերցրել են բիոպսիա, արել են MRT, ու դու տենում ես, մարդը քայքայվում է, չի վայելում այն ինչ որ ինքը ունի։ Ու այդ մարդուն անտեսել ու ասել, որ իր հոգեբուժական խնդիր ստեղ չկա կամ հոգեբանական խնդիր չկա, մի քիչ սխալ է։ Նա այստեղ անդա տերմինոլոգիան հոգեբուժությունից դեպի հոգեբանություն ենք տանում, հոգեբանությունից դեպի հոգեբուժություն, որ հոգեբանությունը դա cute է, բայց հոգեբուժ, եթե հոգեբանի ես դիմում, դա cute է, դա sense լավ է։ Հոգեբուժի որ դիմում ես, դա Ой, ուրեմն հա ուրեմն я դու շիզոֆրենիան ես, я բիպոլար պսիխոզ ունես, я դու մանիակ ես։ Հա, ոչ մեկ չպետք է իմանա, որն է տարբերությունը հոգեբուժների, հոգեբանների, արդյոք հոգեբուժն ու հոգեբանը ունակ են իրար հետ աշխատելու, թե չէ։ Դու քո կարծիքն ես, հետո ես իմով կիսվեմ, էլի փորձեմ։ Դե այս տարբերությունը չէ կարծիքի հարց չի, հոգեբանը ունի բժշկական կրթություն, հոգեբանը, եթե կլինիկական հոգեբան չի աշխատում ախտանիշի հետ, հոգեբուժը բժիշկ է, զբաղվում է դեղորայքային բուժմամբ, կարող է նաև զբաղվել հոգեթերապիայով, հոգեբանն էլ կարող է, հա, համապատասխան որակավորման դեպքում հոգեթերապիայով զբաղվել, հոգեբուժը զբաղվում է հիվանդություններով, ախտանիշներով, դեղորայքային բուժմամբ, որը հոգեբանը չի կարող։ Հոգեբանական դաշտում էլ ունենք խնդիր, որ հոգեբանական գործունեությունը լիցենզավորում չի պահանջում, հասկանալի է, չէ, հետևանքները, բայց ես շատ գնահատում եմ գրագետ հոգեբաններին ու շատ սիրում եմ եւ կարող եմ փաստել, որ հատկապես նևրոտիկ խնդիրների դեպքում
շատ ավելի լավն է արդյունքը, եթե աշխատում են երկու մասնագետը միասին։ Այսինքն հոգեբանը ինքը օրինակ թերապիան է անցկացնում, հոգեբուժիչի կարա թերապիա նույն ձև անցկացնի, հետասա հարցը։ Եթե նաև համատեղությամբ հոգեթերապևտ է, տեսականորեն, այսինքն հա կարող է։ Ոչ ոք չի գա ասի ինչի։ Ես հոգեթերապիա չեմ անցկացնում, որովհետև համարում եմ, որ բավարար լավ հոգեթերապևտ չեմ։ Այսինքն դու հոգեբաններ կան, որոնք հոգեթերապևտ կա, որ աշխատում են քո պացիենտների հետ, Կան։ դու դեղորայքեն բուժումն ես տանում։ Հա, հիմնականում, եթե չհաշվենք, հա, այդ մի ժամանոց խորհրդատվության ինչ որ հոգեթերապևտիկ մասը, բայց որ ասեմ ես անգամ վերապատրաստումներ ունեմ հոգեթերապիաների, բայց չեմ զբաղվում, որովհետև դեռ չեմ կարծում, որ դա իմն է, երևի թե։ Հոգեբաններ կան։ Հոգեթերապիայի տարբեր մեթոդներ կա։ Գեշտալտ թերապիան, CBT-ն, էգզիստենցիալ մեթոդներն են, որն է ամենալավը։ Չեմ կարող ես պատասխանել, որովհետև քանի որ ինքս չեմ զբաղվում որևէ տեսակով, թող դրան հոգեթերապևտները պատասխանեն, բայց առհասարակ լավ ու վատ լինելը կախված է տվյալ խնդրից, թե որ խնդրի ժամանակ որ տեսակն է ծուցված նպատակային կիրառել մարդու տվյալ անձի առանձնահատկություններից, որին ավելի լավ կպատասխանի։ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք, այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրեաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Գնանք դեպի դեպրեսիան։ Հոգեբուժական ամենաշատ հանդիպող խնդիրներից մեկն է, եթե ոչ ամենաշատը, չէ՞ ինքը։ Դեպրեսիա, որ ասում են, ես երկրորդը չեմ սիրում, երբ որ հոգեբուժական տերմինները սկսում են օգտագործել որպես ածականներ, այսօր մի քիչ դեպրեսիվ եմ, դեպրեսնյակա մոտս, ասել ինչ-որ արտահայտություններ կան, այդ ոնց որ դու նույն ձև ասես ինսուլտ, այսօր մի քիչ ինսուլտնիկ եմ, ինսուլտ կամ մոտս կամ ինֆարկտ, որովհետև դու դա լուրջ հոգեբուժական հիվանդություն է դեպրեսիան։ Ինչի՞ է տխուր անձրևային եղանակին նստել հայլու մեջ պատուհանից թեյ խմելով նայել անձրևին էդի հոգեբուժետի դեպրեսիա չի ու ոնց է դրսևորում դեպրեսիան։ Դեպրեսիան այո կլինիկական հիվանդություն է իրեն բնորոշ ախտանիշներով, այսինքն եթե օրինակ դու ունես դեպրեսիայի աստիճանի ցածր տրամադրություն միայն այսօր վաղ ամեն ինչ նորմալ է, էլի դեպրեսիա չի։ Դեպրեսիան իհարկե միայն ցածր տրամադրությունը չի։ Ցածր տրամադրությունը նախ խոսքը գնում է ախտաբանական ցածր տրամադրության մասին, երբ որ մարդ անկարող է ունենալ դրական հույզեր։ Դեպրեսիան իր հերթին ունի արտահայտվածության աստիճաններ, հա։ Դեպրեսիան ուղեկցվում է հետաքրությունների նվազումով, ուղեկցվում է կամային ոլորտի իջեցումով, անհեդոնիայով, հա, հաճույք զգալու անկարողությամբ, անգամ կարող է հասնել այն աստիճանի, որ տարական, հա, առօրյա գործողություններ անել մարդ լինի անկարող, սանրվել, լվացվել, ատամները լվանալ, դուրս գալ տանից, դեպրեսիայի խնդիրների մասին չի խոսքը, կարող է դեպրեսիայի ամենասուր ու վտանգավոր դրսևորումը սուիցիդալ վարքագիծն է, հա, ինքնավնասումներով կամ ինքնասպանությամբ ուղեկցվող։ Ու դրանով դեպրեսիան հոգեբուժության մեջ ամենավտանգավորն է, հա, սուիցիդի ռիսկով։ Իսկ հոգեբուժական խնդիրների պարագայում, դեպրեսիայի պարագայում սուիցիդալ մտքերը, այսինքն ինչ է, ինքը պացիենտը խիա գնում սուիցիդի, ուզում է ազատվի այդ վիճակից, թե ինչ որ ուլտիմատիվ տարբերակ կա, որ իրան ոչ մեկ չի նկատում, կամ ինչ որ շանտաժի տարբերակ կա, կներես, որ սենց եմ արտահայտում, կամ ինչ որ այլ խնդիր կա, թե ինքը պրոստը ասում է վերջ ես էլ չեմ կարա սենց ապրեմ, կյանքը շատ մռայլ է, ես գնացի, ադիոս։ Սուիցիդալ վարքագիծը էլի կախված է թե ինչ խնդրի շրջանակում է, եթե դեպրեսիայի շրջանակում է, հիմնականում տվյալ վիճակով ապրելու ցանկության բացակայություն, էլ չեմ կարող այսպես ապրեմ, անելանելիության զգացողություն,
կյանքում իմաստ չտեսնելու զգացողություն, հա, եթե խոսում ենք դեպրեսիայի մասին։ Բայց սուիցիդալ վարքագիծ կարող է լինել ոչ միայն դեպրեսիայի ժամանակ, հա, օրինակ կարող է լինել փսիխոզների ժամանակ, ինչի մասին որ խոսեցինք, մարդ լսում է ձայներ, որոնք իրեն ասում են գնա կամուրջից ցածնետվի։ Ինքը չի կարողանում դրանց չենթարկվել։ Շատ ցավալի այդպիսի դեպքեր մենք ունեցել ենք։ Լավ, դրանց վատ բաների մասին չխոսել։ Չէ, օրինակ ինչ ձև, այսինքն ինչ որ գլխի մեջ ձայն, ասում են գնա նետվի իր Կիևյան կամրջից։ Հրամայական լսողական ցնորքներ են դրանք կոչվում։ Իսկ որտեղից են այդ ցնորքները գալիս։ Որտեղից է ձայնը լսում։ Ես միշտ ինձ գիտես ինչ եմ ուզում հասկանամ։ Իրա մեխանիզմը դեպրեսիայի գենի մուտացիա է, գլխում ինչ որ մոդուլյատորների մուտացիա է, չգիտեմ ինչ որ երկարավում ուղեղում, չգիտեմ ինչ որ շատ դժվար հարց է տալիս։ Այսօր բժշկությունը դեռ հստակ պատճառագիտություն։ Ձենը ինչ որ տեղից պետք է լսի, չէ՞ ինքը։ Ձենը դեպրեսիայի մասին չէ։ Չէ, հասկանում եմ ինչ ես ասում։ Ինչ որ տեղից մարդը պետք է տեսիլքը տեսնի, այդ ձայնը լսի, չէ՞, որ օրգան համակարգումը խնդիրը գալիս։ Դա նշանակում մեր համակարգը, մեր պլատան միտեղ նեյրոմեզոտրային համակարգով է բացատրվում։ Հա Հիմնականում դրա համար անտիդեպրեսանտը ինքը իդեալական օգնում է սերոտոնինին կարգավորել։ Եթե հա ցնորքների դեպքում հակառակը մենք այսպեսի շատ մի հատ նուրբ պահել ունենք, հաճախ է լինում այլ մասնագետի դիմելու պարագայում, լղոզված կլինիկայա գնահատվում է որպես դեպրեսիա, նշանակվում է հակադեպրեսանտ, իրականում սկսվող փսիխոզեր, իսկ հակադեպրեսանտը փսիխոտիկ սիմպտոմները սրում է։ Եթե մարդ այսօր հակված էր փսիխոզի դեռևս հալյուցինացիաներ չուներ, անտիդեպրեսանտի ֆոնին փսիխոզը ել ավելի է ծաղկում։ Այդ խնդիրը մենք ունենք։ Որտեղ էինք հարցը կայնել, այս կոմենտներում կասեն կտրեցիք բժշկու միտքը։ Պատճառագիտության մասին մի քիչ սխալ կլինի շատ հստակ ասել, որտեղ էլ եմ ասում բժշկությունը դեռ ռադիկալ ինչ որ բուժման մեթոդներ անգամ չի առաջարկում, հա, որտեղ մեր ոլորտում կիրառվող դեղորայքը ազդում է նեյրոմեդիատորային, սերոտոնին, դոֆամինային համակարգի վրա։ Շոկոլադը, դոֆամինի աղբյուր չի գալիս շոկոլադը։ Կարան, բայց լիարժեք դժվար օգնի դեպրեսիային։ Ասես բան կա, չէ, դեպրեսիայով սեքսով զբաղվի կանցնի։ Դեպրեսիային բնորոշ սիմպտոմներից մեկը բոլոր տեսակի հակումների իջեցումն է, թվում եւ սեռական, հա, ցանկության, այսինքն դեպրեսիայով մարդուն շատ դժվար կլինի համոզել սեքսով զբաղվել։ Իսկ դեպրեսիայով մարդիկ կախվածությունների ավելի մեծ հակում ունեն թմրանյութերի, ալկոհոլի ու նմանատիպ։ Հակվածություն ավելի մեծ ունենալ մի քիչ սխալ կլինի ասել, երբեմն բարթանում է երկրորդային կախվածությամբ, երբ դեպրեսիան դեռ շատ արտահայտված չի, դա ավելի շատ բնորոշ է էկզոգեն տիպի դեպրեսիաներին, որ ձգտում են այդ կերպ թեթևացնել, հա, այդ հաճախ երևույթներ, հաճախ տանիչները։ Ան դու ինտերնետում քիչ ես խոսում, ցավոք սրտի, լինելով բավականին գրագետ հոգեբույժ, շատ քիչ ես խոսում, իսկ ինտերնետում մենք շատ տենում ենք անկապ վիդեոներ հոգեբաններից, որոնք հոգեբաններից, հոգեբույժներից, նյարդաբաններից ու շատ տարբեր մասնագետներից, որ օրինակ, չգիտեմ, այնտեղ եթե դուք ձեր կիսուրի հետ կռիվ եք անում առավոտից իրիկուն, ուրեմն պետք է այդ հարաբերություններ, պատեր շարել, չգիտեմ, էս անել են անել, հասկացար ինչի մասին եմ խոսում, կամ ձեր ամուսինը ձեր վրա ուշադրություն չի դարձնում, արդյոք չի այդ նմանատիպ բաները չեն արժեզրկում իրական հոգեբանական սպեկտրի խնդիրները ու հիվանդությունները։ Իհարկե արժեզրկում են։ արժեզրկում Իջացնում են լուրջ խնդիրները, օրինակ, չգիտեմ, այնտեղ միջանձնային կոնֆլիկտները կամ ավելի վատ հոգեբուժական խնդիր, օրինակ մարդը ունի հոգեբուժական խնդիր ու նկատում են որ մենակ կիսուրի հետ առավոտից իրիկուն կռիվ տալիս ու ինքը ոնց որ արժեզրկի այդ ամբողջ մասնագիտական բանը էլի խաչ արժեզրկում են միանշանակ արժեզրկում են ուղղակի դա այսօր այնքան շատ է դա չեմ կարծում ինչ որ ձևով վերահսկելի է այդ տիրույթը ուղղակի մարդ պիտի ընտրի ինչն է լսում ինչն է վերցնում Դրա համար բժշկուի ես 4 տարի առաջ բլոգ բացեցի, որ մարդիկ երբ որ լսում էին անիմաստ բաներ ուրոլոգիայից, սեռական առողջությունից եւ այլն, գոնե չես կարող իրանց լրացնել, դու պետք է իրանցից ավելի ուժեղ կորաս։ Դրա համար ստիպում ենք ձեզ բլոգ բացեք, կոմենտում գրեք, «Անի քո բլոգը բաց»։ Կմտածեմ, ոստանում եմ, կմտածեմ։ Իդեպ, եթե դուք ուզում եք ունենաք ձեր սեփական ոդկասթը կամ հաղորդումը կամ պուպուշ ռիլեր նկարեք կամ դառնաք աշխարհի ամենագեղեցկադեմ ուրոլոգը կարող եք գալ Spin Ideas Agency, մենք ստեղ պատրաստ ենք ձեզ ամեն ինչով օգնել։ Շարունակենք։ Խոսացինք այս հիվանդությունից, հիմա ուզում եմ pop կուլտուրայից խոսանք, որտեղ pop կուլտուրան էլ է շատ լղոզում, հոգեբուժական խնդիրներ եւ այլն եւ այլն։ Pop կուլտուրայում ես եղել եմ Պավելմեդում, ես եղել եմ տարբեր հոգեբուժական կլինիկաներում
Երևանում էլ, արտասահմանում էր, չեմ բուժվել, աշխատանքի բերումով եւ այլն եղել եմ այդ կլինիկաներում, իրանք բարձ, լուսավոր, բարի, սպիտակ, ես որ առաջին անգամ գնացել էի նոր դասի, վիպում էինք դասանում, որ կարող, հենց բարձ, լուսավոր, միակ բանը սովորական հիվանդանոցից որ տարբերվում է, որ ճաղավանդակը կար, պատուհանի վրա, ուրիշ ոչ, դա չկա, այսինքն ոչ մի բանով ինքը չէր տարբերվում հիվանդանոցներից, բայց երբ որ դու պոպ կուլտուրայում նայում ես, ասենք չգիտեմ, դա Пролетая гнездом кукушки, остров проклятых, դի մի հատ տեղա որտեղ քեզ սմութ սենյակում դուք մի 5 հոգով նստած եք փոշի ամենուրեք, հետո ձեզ տանում են տոկերի, հետո դեղերը ստիպում են խմել, բերանը բացում ստուգում են դեղը խմել եք թե չէ, ու բանտային կարգավիճակ է դա։ Դրա համար մարդը, հա, ես ունեմ հոգեբուժը, բայց այնտեղ ես ավելի կգժվեմ վիճակն է, էլի, նո պատմի ոնց է Պավոլ Մեդը ստեղծված, ինչ առօրյա հիվանդանում ոնց են բուժվում հիվանդները։ Կա այդ խնդիրը, կա իմ ցավոտ կողմերից է, վերոնշյալ որոշ ֆիլմեր, ես հենց չեմ սիրում այդ պատճառով մասնագիտությունից ելնելով, որովհետև լրիվ աղավաղում է այսօրվա հոգեբուժության, հոգեբուժական կլինիկայի մասին պատկերացումները։ Գուցե նախկինում, գուցե չէ, նախկինում եղել է նման վիճակ, կարծում եմ ֆիլմերում իհարկե էլի չափազանցված է, բայց այսօր անգամ դրան մոտ չի, հա, սկսած նրանից, որ այսպիսի կարծիք կա հասարակության մեջ հիվանդին հոգեբուժարանում պահել։ Ոնց կարանք մեր գրում են մեկ էլ վերջերս եմ հանդիպել, ոնց կարող ենք պահել տվյալ մարդուն հոգեբուժարանում։ Եզակի դեպքերից, որ տենց երկար չալարեցի մեկնաբանություն դեղեցի, որ չեն պահում մարդուն։ Քաղաքացին ոնց որ ցանկացած այլ առողջական խնդրի դեպքում դիմում է տվյալ բուժ հաստատություն, ընդունում է բուժման, դուրս է գրվում, երբ որ լավանում, հա, ոչ մի տարբերություն։ Ինչ վերաբերվում է մեր կլինիկային, Պավոլ Մեդին, մեզ մոտ էլ ավելի բաց են պայմանները, դու տեսել ես, չգիտեմ, կարող են էջը թերթել նայել, եթե ինչ-որ մեկին հետաքրքրի, էլի լուսավոր, պարզ, առանձին սովորական հիվանդազենյակները ոչ ոքի չեն պահում, մարդիկ սիրով են դիմում, կարծում եմ, որովհետև նորմալ, սովորական, հարմարավետ պայմաններ են։ Հոգեբուժական հիվանդին նշանակում է դեղորայք։ Ինքը օրինակ վիրաբուժական հիվանդի պես չի անցնել վիրահատություն, պերևյասկեք պետք չեն, ինքը պետք է օրվա մեջ իր դեղը խմի։ Ինչի համար է ինքը մնում կլինիկայում։ Շատ լավ հարց էր։ Ցուցումներ ունենք, որ ենթադրում են մի մասը վերաբերում են հիվանդություններին, վիճակին, այսինքն մի մասը հենց հոգեբուժության սպეციფიკան է։ Դրանցից մեկը սուիցիդալ վարքագիծն է, ինչի մասին նոր խոսում էինք, շուրջօրյա հսկողություն, որովհետև անկանխատեսելի է։ Մարդիկ գալիս են, ասում են, ես սկզբունք ունեմ, հա, այդպեսի եթե կա սուիցիդալ փորձ կամ տենց ակնհայտ վարքագիծ ցանկություն, կտրականապես հրաժարվում եմ տանը բուժել։ Մենք անընդհատ իրակողքը կլինենք, ոչ մի վարքյան մենակ չենք թողնի, բայց փորձը ցույց է տալիս, որ սուիցիդալները Փակվեց զուգարանը, վերցրեց դեղերը։ Վարքյանների հարց է, վերջ, ու ոչ մի բան հետ բերել չի լինի, հա։ Մեկը սուիցիդալ վարքագիծն է, ու սուիցիդալ վարքագիծը բացի հենց սուիցիդի խնդրից պայմանավորված է նաև նրանով, որ եթե դեպրեսիայի շրջանակում է եւ բուժում ենք հակադեպրեսանտով, այ դու նշեցիր, հակադեպրեսանտ հատկություն ունի առաջին շրջանում սիմպտոմները սրելու։ Ինչ է անում մարդ, օրինակ, հա դեպրեսիա ունի, ամբողջ օրը պարկած անկողնում, ուժ չունի վեր կենա, մտածում է վեր կենամ գնամ պատշգամբից ցած նետվեմ, անտիդեպրեսանտը խմում է, դեռ ունի ցածր տրամադրություն եւ ցանկություն կյանքին վերջ տալու, բայց արդեն կարողանում է վեր կենալ ու հասնի պատշգամբ, օրինակ։ Մյուսը հրամայական ցնորքներն են, էլի խոսեցինք այդ մասին, որ մարդուն դրթում են անել այս կամ այն գործողությունը, ինչի արդյունքում ինքը կարող է վտանգ ներկայացնել իր կամ շրջապատի համար, քանի դեռ գիտակցություն չունի խնդրի։ Էլի ցուցումներ ունենք, օրինակ, հա, կան դեպքեր, էլի քիչ որ պացիենտը չի ընդունում, որ ունի խնդիր, հրաժարվում է տանը դեղորայք ընդունելուց։ Եթե ունենք տնային արտահիվանդանոցային բուժման անհաջող փորձեր։ Եթե կա որևէ դեղորայքի, հա, ցուցված դեղորայքի հանդեպ խիստ գայունություն, անտանելիություն, հարկավոր է դա հսկել եւ այլն։ Իսկ հոգեբանը աշխատում է, հոգեթերապիա անցնում են այդ պարկած ժամանակ հիվանդանոցում։ Եթե վիճակը թույլ է տալիս, քիչ է լինում այդպիսի վիճակներ, որովհետև հիմնականում սուր դեպքերն են, ենթակա հոսպիտալացման, ու իրենք հիվանդանոցում մնում են ոչ շատ երկար, 15 օր երևի ոչ տենց, հա, ամիսներով չեն մնում։ Շատ երկար է վիրաբուժի համար։ 4 օր ենք պահում։ Վիրաբուժի համար հա ինչ խոսք, բայց եթե հաշվենք նախկինում չէ, հիմա էլ հա, օրինակ Ռուսաստանում կան հայտնի բավական հիվանդանոցներ ստանդարտ 2 ամիս են պահում։ Տենց է ընդունված, մի քիչ տենց պոստսովետական մոտեցում է, կապ չունի լավ չէ, այդ 2 ամիսը ենթադրում է, որ դու այդքանում ես լավանալու։ Մեզ մոտ այդքան երկար չեն մնում, այսինքն երբ վիճակը թույլ է տալիս, դուրս են գրում։
Սովորաբար դա համընկնում է նաև հոգեբանի հետ աշխատելու հնարավորության մասին, որովհետև եթե մարդը պսիխոտիկ ախտանիշներ ունի կամ նույնիսկ նևրոտիկ ախտանիշներ, բայց շատ արտահայտված, շատ սուր տագնապ ունի, ինքը ուղղակի վիճակի չի նորմալ զրուցել։ Պալատներում ինչ կա, օրինակ, իրանք հեռուստացույց դիտել, պլանշետից օգտվել, ինտերնետ մտնել, գիրք կարդալ, չգիտեմ, ինչ հնարավորություն ունեն։ Ամեն ինչի հնարավորություն ունի, ինտերնետ կա։ Հեռուստացույց ոչ մի կարծում եմ հոգեկան առողջության կենտրոնում պալատում չկա, դա կապված է ոնց որ էլի տենց մասնագիտական սպეციფիկայի հետ, որովհետև մեկ ախտանիշների հետ կապված կարող է սրել, հա, օրինակ, գիտեմ, զառանցական միտք ունեն, հա, կամ նեգատիվ ինֆորմացիան է, չէ, դա այդքան չէ, որտեվ Wi-Fi կա, դա հեռախոս ունեն, զառանցական մտքերի հետ կապված, դրան չարադառնա, մնացած ամեն ինչ բացի հեռուստացույցից եւ վերջ։ Եկե աղջիկներ չի կարելի բերել։ Ցանկալի չի։ Լավ, հաղորդման վերջնամասում կուզեմ մի քիչ խոսենք այն ամենատիպիկ հոգեբուժական խնդիրներից, դե խոսեցինք ամենաառօրյական, բայց խոսանք շիզոֆրենիայից, խոսանք բիպոլար պսիխոզից։ Ես երբ որ նորքում դասի էի, ինձ տվեցին լեկցիա սարքել բիպոլար պսիխոզի մասին։ Ես սարքեցի լեկցիան ու շատ լավ հիշում եմ կտոր կար լեկցիայի մեջ, որ ես մի հատ ստենդափ կոմիկի եմ օրինակը բերում, որը ունի բիպոլար պսիխոզ, ու երբ որ ինքը մանիակալ փուլում է, խնդրում է իր կնոջը իր գործողությունները ֆիքսի, որ հետո արդեն ռեմիսիայի փուլում ինքը ստենդափ ելույթներ ունեն, թե ինքը ինչ արել մանիակալ փուլում։ Շատ հետաքրքիր Ջոշուա էր ոնց որ անունը, խնդալու չէր вообще, բայց իր նաբլուդին է ոնց է կինն վիդեո է արել, դու նայ մանիական փուլում ինչ ասեմ, ինքը ինքի հոգեբուժական հիվանդություններից է, հա, բիպոլար պսիխոզ մարդը ընկալում է, որ ինքը հիվանդ է։ Թե այս Ջոշուան առանձնահատուկ ինչ-որ տիպեր, որ ինքը գիտե, որ ինքը մանիակալ փուլ ունի ու ռեմիսիայի փուլ ունի։ Առհասարակ ռեմիսիայի փուլում ցանկացած հիվանդության պարագայում մարդ ընկալում է, որ հիվանդ է, շատ քիչ թվով բացառություններ կան, ոչ թե հիվանդության, այլ անձի հետ կապված է։ Նույն շիզոֆրենիան, որ այսքան բարձրաձայնվում է պատեհ անպատեհ այդ բառը։ Դու շիզիկ չես։ Հա, օրինակ, շիզոֆրենիայով պացիենտը, ես ունեմ շատ պացիենտներ, լիարժեք կյանքի որակ ունեն, հա, ռեմիսիայի շրջանում լիարժեք ապրում են ու եթե գրագետ են մոտենում խնդրին, անգամ սրացումը կարող է, չգիտեմ, տարիներ ինտերվալով լինել կամ գուցե չլինել, եթե պահպանողական բուժումը ընդունում են։ Բիպոլյարը առանձնանում է նրանով, որ ռեմիսիան մենք մի քիչ հին տերմիներով ինտերմիսիա ենք ասում, որտեղ ռեմիսիայում որևէ մնացորդային սիմպտոմ չեն ունենում, ու եթե օրինակ մենք ունենք շատ բարեհաջող փափուկ ընթացք, չգիտեմ, հա, 7 տարին մեկ սրացում օրինակ կարելի է նաև տեղ չխմել կամ ուղղակի տրամադրության ստաբիլիզատորով պահել։ Բիպոլյարը ամենամեղմ ընթացք ունեցող էնդոգեն քրոնիկ հիվանդությունն է պսիխոտիկ սպեկտրից, բայց անգամ բիպոլար խնդրով մարդը մանիակալ փուլում, հատկապես եթե առաջին անգամ է պատահել, ելի կարող է ունենալ քննադատություն։ Երկրորդ, երրորդ արդեն կրկնումների ժամանակ երբեմն լինում է, որ իրենք հասկանում են, որ արդեն գնում են դեպի մանիակալ փուլ։ Մի հատ էսպիսի բան կա, այ հա, իմիջիայլոզ մանիակալ վիճակը հոսպիտալացման հաճախ հանդիպող ցուցումներից է, որովհետև ինքը հաճելի վիճակ է մարդու համար, հա, էներգիա ասկում մարդ թվում է, որ ինքը ամեն ինչ կհասցնի, ամեն ինչ կկարողանա, պլաններ է մշակում, ծախսեր անում, նոր բիզնեսներ է ստեղծում եւ այլն։ Հիմնականում դրանք ոչ ոք չեն ավարտում հաջողությամբ, բայց ամեն դեպքում մարդու համար բավական հաճելի վիճակ է եւ մարդ չի ուզում բուժվել։ Տեղ նշանակես մանիակալ բառը միշտ ասոցում դիդանակ նարինգի մարդկանց հետևից, հա, այստեղ պետք է շեշտել մանիակալ փուլը ուղղակի բարձր տրամադրության հետ կապ ունի, էյֆորիայի եւ ես հիշում եմ դες sense նախադասություն կար, որ շիզոֆրենիան ինքը պրոգրեսիվ հիվանդություն է, բիպոլար պսիխոզը չի պրոգրեսիվ, երբ ինքը ոնց կա տեցել մնում է, ու այդ դրամա ինքը մի քիչ բարվոք ավելի։ Ամենահետաքրքիր շիզոֆրենիայով հիվանդները, որոնք են եղել քո մոտ, ասած մի հենց շիզոֆրենիայով։ Հա, շիզոֆրենիա, որ տարօրինակ գալյուցինացիաներում, չգիտեմ, այնտեղ Տիգրան Մեծին են տեսել կամ ինչ-որ ասած մի հետաքրքիր բան։ Տենց դրանք մեր համար արդեն սովորական են դարձել այդ հերոսները, հա, այսպես ասած, բայց Տիգրան Մեծ չի լինում հիմա մեր օրերում, հա, որտեվ այդ պսիխոտիկ սիմպտոմները որպես կանոն կապված են ներկա իրադարձությունների հետ, այսինքն ներկա հերոսների հետ կարող է կապված լինի։ Հետաքրքիր, բայց շիզոֆրենիայով չէր, ես որ շատ լավ հիշում եմ։ Նևրոտիկ խնդրով երիտասարդ տղա էր պացիենտը, ու մոտ չեմ կարող հիմա հիշել թե պատճառը որն էր, կարճատև տենց լսողական հալյուցինացիաներ էին առաջացել, կրթությամբ էլ բժիշկ էր, եկավ տենց մտահոգված բժշկուհի ջան, ճիշտ ասած սկսել եմ ձայներ լսել։ Ինչ ձայներ են։
Ճիշտ ասած, մեկ-մեկ ձեր ձայնն եմ լսում։ Դա իմ մոտ շատ տպավորված պսիխոտիկ սիմպտոմներից շիզոֆրենիա հետաքրքիր դեպքերը մի քիչ դաժան են, չեմ ուզի բարձրացնել, չվախենան մարդիկ։ Էլի կապված թե ինչպես կարող է մարդ օրինակ իրեն վնասել, լսողական ցնորքներ, ընտանիքի անդամներին ավելի քիչ են ունենում, սովորաբար ինքնավնասման դեպքերն են շատ, կապված հրամական լսողական ցնորքների հետ։ Ան 3 գիրք, որ խորհուրդ կտաս մարդիկ կարդան հոգեբուժությունը ավելի լավ պատկերացնելու համար, ոչ մասնագիտական, էլի կան շատ այնց գրքեր օրինակ։ Գեղարվեստական չէ, օրինակ, կարաս բացի Իրվին Յալոմի գրքերը ցիտելուց։ Մեր սա հոգեբուժներ, հոգեբաններով ստեղել է Իրվին Յալոմ են ասում։ Հայացքն առելով արևին, բայց հոյակապ գիրքը։ Հա, Յալոմ չեմ ասի, իրականում Միքել չի կարելի ասել Դեյլ Կարնեգի ինչպես ձեռք բերել բարեկամների։ Ու մյուս գիրքը ինչպես ազատվել նախորդ գրքի արդյունքում ձեռք բերած բարեկամներից։ Չէ, մի քիչ sense կարող է տարօրինակ հնչի, որովհետև ֆիլմի հանդեպ նեգատիվ արտահայտվեցի, բայց այդ թրիչկվի բնի վրայով ճիշտ է ինքը հոգեբուժական մասը հոգեբուժարանի մասը, հա, շատ վատ է ներկայացնում, բայց այնտեղ գտնվող մարդկանց հոգեվիճակն է լավ ներկայացնում։ Պետք է հիշեմ։ Լավ լուբայ գիրք, որ մտքով տանցի, որ խորտ կտաս մարդիկ կարդան, էլի։ Լուբայ գիրք։ Բացի Իրվին Յալոմից։ From խորտ կտամ կարդալ։ Ինչ։ From։ Հենց է գրքի անունը։ Չէ, հեղինակն է From։ Եվ երրորդը մտածեմ։ Գեղարվեստական եմ ուզում էլի ոչ թե տենց ասեմ գնացեք Կապլանի հոգեբուժությունը կարդացեք Կապլանը հոգեբուժություն էլ ունի այո Կապլանը ամեն ինչից ունի Կապլանը ինքնին մի մարդ չի էլի ինչ որ տենց լիքը մարդ է Կապլան ազգանունն ունի այդ միտքը անկեղծ ես էլ եմ ունեցել Կապլան ուրոլոգիա էլ ունի ասենք Եվ ինչ խորհուրդ տամ, ուղղակի իմ սիրելի գրքերից խորհուրդ կտամ, կապված է էլի հոգեբուժանի հետ, բայց sense դետեկտիվ կարելի ասել գիրքը լուր պացիենտ երևի հայերեն եմ էլի փորձում թարգմանեմ, ռուսերեն եմ կարդացել, կոչվում է բիզմոլնի պացիենտ։ Կարդացեք, ծանոթացեք։ Դե ինչ սիրելիներս ավարտվեց եւս մեկ շաբաթ օրվա ձեր ամենապայծառ ու լուսավոր մասը օրվա, քանի որ մենք այսօր խոսում ենք հոգեբուժությունից, անտիդեպրեսանտներից ու լիքը պուպսիկ բաներից։ Այսօրվա մեր հյուրը Պավել Մեծ բժշկական կենտրոնի հոգեբուժ, գլխավոր բժիշկ, տնօրեն Անի Հովհաննիսյանն էր, Անջան, մերսի հյուրընկալելու համար։ Շատ հետաքրքիր էր։ Այսքանը, լավ մնացեք, չմոռանալով բաժանորդագրվել Dr. From YouTube-յան էջին, Pavel Med-ի Instagram-յան էջին, իմ Instagram-ին ու եթե դուք չբաժանորդագրվեք, վայ են գլխիս մեջի ձենը թե ինչ էր այն ձե ասում։ Առողջություն։